Ողջույն բոլորին, այս տեսանյութում հուլիսի 14-ի լուսնային օրացույցն է։ Մինչև ժամը 13:45 րոպե դեռ կլինի լուսնային 29-րդ օրը։ Սկսված 13:49 րոպեից մինչև հուլիսի 15-ը ժամը 05:53 րոպե կլինի արդեն լուսնային առաջին օրը։ Այսօր լուսինը կանգնած դիրք ունի բավականին երկար, սկսվում է ժամը 13:43 րոպեից մինչև այդ օրը գիշեր լույս 15 ժամը 02:35 րոպե։ Հուլիսի 14-ին տեղի ունենում նորալուսին և մինչև ժամը 23:35 րոպե, կարելի ասել 1 օր կլինի լուսինը խեցգետին նշանում և արդեն գիշերը անցնում է առյուծ նշան։ Երբ որ գտնվում է խեցգետին նշան, ապա որովայնը, ստամոքսը, լորձաթաղանթը, ձվարանները, արգանդը, հեշտոցը, կաթնագեղձերը, պլևրան, որովայնը, լիմֆատիկ համակարգը և կրծոսկրը մարմնի և օրգանների այս մասերը բավականին զգայուն են և ուշադրության կարիք ունեն, իսկ վիրահատություններ այսպես թե այնպես նորալուսինը բացարձակ չի թույլատրվում։ Եվ արդեն գիշերը, երբ որ անցնում է առյուծ նշան, ապա բավականին ակտիվ են սիրտը, աորտան, արյան շրջանառությունը, արյան ճնշումը, սրտի զարկերի հաճախականությունը։ Մարմնի և օրգանների այս մասերը ևս զգայուն են և ուշադրության կարիք կունենան արդեն գիշերը։ Իսկ վիրահատություններ բնականաբար արդեն լուսինը աճում է, բացարձակապես չի թույլատրվում։ Առաջին լուսնային օրվա խորհրդանիշը դա երրորդ աչքն է։ Լամպի լույսը, մտքի կենտրոնացում։ Օրվա խորհրդանիշը դա ցանկացած բիզնեսի հիմքը նախապատրաստումն է։ Օրվա գույները նարնջագույն և դեղին, օրվա քարերն են ադամանդը, ժայռային բյուրեղը և դեմանդոիդը։ Առաջին լուսնային օրը ամբողջ լուսնային ամսվա շատ կարևոր ժամանակաշրջան է։ Այս օրը հսկայական ազդեցություն ունի ամբողջ լուսնային ամսվա վրա, թե ինչպես ենք մենք անցկացնում այս ամբողջ ժամանակը, դրանից է կախված մեր բոլոր գործերի հաջողությունը մեկ ամբողջ ամիս։ Կարող եք իրադարձությունները պլանավորել լուսնային առաջին օրը, հիմք դնել ապագայի համար։ Առաջին լուսնային օրը դուք կարող եք հանգստանալ և երազել կոնկրետ ապագայի մասին։ Առաջին լուսնային օրը բարենպաստ է նոր աշխատանք գտնելու համար։ Նոր ծրագրեր կազմեք ամբողջ ամսվա համար, բայց առաջին լուսնային օրը պետք չէ շտապել նոր գործ սկսելու համար։ Ավելի լավ է խուսափել շտապողականությունից։ Եթե դուք փորձեք նոր բիզնես սկսել, ապա անպայման կծագեն խոչընդոտներ, կոնֆլիկտային իրավիճակներ և սադրանքներ։ Առաջին լուսնային օրը ավելի լավ է տանը մնաք, գիրք կարդաք, հանգիստ երաժշտություն լսեք, իսկ գործողություններում և զգացմունքներում պետք է զգույշ լինեք, հանդուրժող և ուշադիր լինեք ձեր և ուրիշների նկատմամբ։ Խորհուրդ չի տրվում այցելել մարդկանցով լի վայրեր, բայց եթե ձեզ անհրաժեշտ է որևէ դիմում կամ միջնորդություն ներկայացնել, ապա դրա համար իդեալական է առաջին լուսնային օրը։ Այսօր փաստաթղթերը ներկայացնողը անպայման կունենա հաջողություն և դրական արդյունք։ Խորհուրդ չի տրվում ստորագրել կարևոր փաստաթղթեր, փոխանակել արժույթը, վերցնել և մարել պարտքերը։ Ավելի լավ է հետաձգել բանակցություններն ու կարևոր որոշումները։ Բացասական ազդեցություն կունենա նաև նոր ձեռնարկության գրանցումը և նոր բիզնեսի բացումը։ Ովքեր սիրում են ծեսեր անցկացնել, ապա առաջին լուսնային օրը ջուրը լցրեք բաժակի մեջ և թողեք պատուհանի վրա մինչև լիալուսին։ Լիալուսնի ժամանակ լվացեք ձեր երեսը այս ջրով և պահեք ձեր երազանքի մասին կամ խոսեք ձեր երազանքի մասին։ Նաև առաջին լուսնային օրը պետք է ուղիղ կեսգիշերին դուրս գալ դրսում, վերցնել մի բուռ հող, համբուրել այն և ասել. «Աստված օրհնի ինձ ևս յուրաքանչյուր հարստության և երջանիկ կյանքի համար, Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով, այժմ և հավիտյանս հավիտենից ամեն»։ Այսօր ամեն ինչ միայն պետք է պլանավորեք, և անձնական կյանքը, և ֆինանսական։ Ոչինչ մի սկսեք, ինչպես ասում են, մի ծիծաղեցրեք լուսնին ձեր շտապողականությամբ։ Առաջին լուսնային օրը ավելի լավ կլինի թոշակի անցնել, և միայն խորհուրդ է տրվում պլանավորել ձեր անձնական կյանքը։ Եթե ժամադրություն ունեք ձեր ընտրյալի հետ, ապա այն անցկացրեք մենակության մեջ, օրինակ հանգիստ, գեղեցիկ սրճարանում, և որ ամենակարևորն է խուսափեք աղմկոտ ու մարդաշատ վայրերից։ Այսօր սիրահարները բանաստեղծ կդառնան, որևէ բաներ կգրեն։
Խորհուրդ չի տրվում ամուսնանալ լուսնային առաջին օրը։ Լուսինն ունի կանացի էներգիա, առաջին լուսնային օրը համարվում է լավագույն ժամանակը նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել մենակությունից։ Դուք պետք է հստակ սահմանեք ինքներդ ձեզ եւ պատկերացնեք այն մարդուն, ում հետ կցանկանայիք միասին լինել ձեր մնացած կյանքի ընթացքում։ Դուք պետք է անկեղծորեն հավատաք, որ կգտնեք իսկական սեր։ Լուսինը կօգնի ձեզ ձեր երազանքներում եւ ցանկություններում։ Լվացքն ու մաքրումը ավելի լավ է տեղափոխեք մեկ այլ օր։ Հարմար է նկարչության, ասեղնագործելու եւ սիրելի զբաղմունքով զբաղվելու համար։ Առաջին լուսնային օրը օգտակար է սպորտով զբաղվել, նոր վարժություններ սովորել եւ բարելավել կազմվածքը։ Պետք է նայել, թե որ կենդանակերպի նշանում է լուսինը։ Եթե այն գտնվում է աճեղ ջրում կամ ջրհոսում, ապա օրը հարմար չէ մազեր կտրելու եւ տարբեր կոսմետիկ պրոցեդուրաներ անելու համար։ Այսպես թե այնպես, առաջին լուսնային օրը կտրելով ձեր մազերը կարճացնում եք ձեր կյանքի տևողությունը։ Երազը, որ տեսել եք լուսնային առաջին օրը, կիրականանա մինչև լուսնային ամսվա ավարտը։ Առաջին լուսնային օրերը վտանգավոր են մարդու հոգեկանի համար, չպետք է գերաշխատեք։ Այս ժամանակ ավելի հաճախ են առաջանում ուղեղային արյունազեղումներ, ինֆարկտ, մեծանում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վտանգը։ Բայց այս ընթացքում վիրահատություններն անելն անցանկալի է, քանի որ եւ վերքերը երկար ժամանակ կլավանան։ Խորհուրդ չի տրվում կատարել բոլոր տեսակի կոսմետիկ պրոցեդուրաներ, հատկապես պլաստիկ վիրահատություն։ Լուսնային առաջին օրը հատկապես խոցելի են գլխի հատվածը եւ ուղեղը, դրա համար պետք չէ չարաշահել ալկոհոլը կամ կծու կամ նաեւ տաք սնունդը։ Ով կհղիանա լուսնային առաջին օրը, ապա նա կմեծանա որպես խելացի եւ պատասխանատու մարդ, նրան վիճակված է ունենալու պայծառ ու երկար կյանք։ Առաջին լուսնային օրը հղիացած մարդը կարող է դառնալ քահանա, լավ բժիշկ, դաստիարակ։ Իսկ այսօրը ծնվում են մարդիկ, ովքեր կարող են սխրագործություն իրականացնել եւ հերոսանալ, բայց դա միշտ չէ, որ տեղի ունենում։ Բայց առաջին լուսնային օրը ծնված մարդու առաջնեկը կյանքում բախտավոր կլինի, իսկ ծնված երկրորդ երեխան ուժեղ կմեծանա եւ լավ առողջություն կունենա։ Քիչ հավանական է, որ նա հարուստ մարդ դառնա, սակայն նա նույնպես ստիպված չի լինի ապրել աղքատության մեջ։ Ով աջ կողմում նորալուսին է տեսնում, պետք է գոնե մի կոպեկ ցույց տա, երբեք նրա գումարը չի վերջանա։ Այգեգործություն։ Լորենու ծաղիկները հավաքվում են առաջին լուսնային օրը արևոտ օրը, կեսօրին, իսկ պնդուկը եւ ընկույզը առաջին լուսնային օրը մայրամուտին։ Ինչ կարելի անել այս լուսնային օրը։ Հաղորդակցություն ընտանիքի, ընկերների կամ ձեր նեղ շրջանակում։ Ապագա գործերի եւ ձեռնարկումների պլանավորում, տնային առօրյա գործեր եւ պարտականություններ։ Եվ ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը։ Շփվել մեծ թվով մարդկանց հետ, ակտիվ ֆիզիկական գործունեություն կարող զբաղվել, բայց ոչ շատ ակտիվ, մեծ գնումներ եւ ներդրումներ կատարել, վարկ տրամադրել, ֆինանսական հարցերով զբաղվել, մասնակցել աղմկոտ միջոցառումների եւ բարդ եւ պատասխանատու նախագծերի սկզբի համար է ամբարենպաստ։ Նաեւ այդ օրը կարող եք տրամադրել ձեզ։ Գնացեք մտեք մի հանգիստ տեղ, խնդրեք ձեր ընտանիքին չխանգարել ձեզ եւ անջատեք ձեր բջջային հեռախոսը։ Հարմարավետ տեղավորվեք բազմոցի, բազկաթոռի կամ աթոռի վրա եւ մոմ վառեք։ Կենտրոնացեք եւ պատկերացրեք, թե ինչ եք ուզում, որ կատարվի ձեզ հետ։ Ուզում եք նոր աշխատանք սկսել, պատկերացրեք ձեզ նոր տեղում, հաջողության եք հասնում, շրջապատված եք տաղանդավոր մասնագետներով եւ արժանի եք այդ աշխատանքին։ Եթե տարաձայնություններ եք ունեցել սիրելիի հետ, պատկերացրեք, որ արդեն հաշտվել եք ձեր սեփական նախաձեռնությամբ ու կրկին վայելում եք միմյանց ընկերակցությունը, ինչպես որ նախկինում։ Եթե դուք ունեք անհետաձգելի աշխատանք եւ պարզապես պատկերացում չունեք, թե ինչպես այն կավարտի, պատկերացրեք, որ լուսնային ամսվա առաջին օրը օրացույցում երևում է ճիճկա, այսինքն X եք դրել, որ դուք այդ օրը արել եք այն աշխատանքը, որը ձեզ հանձնարարված էր, եւ գոհ եք եւ ձեզանից, եւ ղեկավարությունն է գոհ ձեզանից, եւ վայելում եք արժանի հանգիստը։ Պատկերացրեք ընդամենը ձեր կյանքի լավագույն պահերը, այն ով ինչ որ ուզում է իր կյանքում, պատկերացրեք, որ դա գալիս է ձեր կյանք
եւ պատկերացրեք հենց այդ պահը, որ դուք այդ պահի մեջ եք։ Եվ նորալուսնի ժամանակ բեղմնավորված երեխան կպաշտպանվի եւ կխնամվի բարձրագույն ուժերի կողմից։ Եվ եթե երեխան ծնվել է լուսնային առաջին օրը, լուսինը կանխատեսում է երկար կյանք։ Բոլորը նրանից մեծ բաներ են սպասում, բայց երբեմն նրանք ամբողջ կյանքն ապրում են ստվերում, երբեք չտեսնելով իրենց փառքի պահը։ Նրանց կյանքում հերոսության տեղ կա, նրանք կյանք են մտնում անսպասելիորեն եւ վառ։ Այսօրը ծնված մարդը անհամեմատ ավելին է ստանում այս կյանքում։ Նա կարող է իրականացնել իր ամենախորը երազանքները, նույնիսկ հայտնի դառնալ։ Որպես կանոն, նրա ծրագրերը միշտ իրականանում են։ Նա հեշտությամբ է ներգրավում ցանկացած գործունեության մեջ, արագ հասնում է հաջողության եւ ունակ է կատարել լուրջ գործողություններ, նույնիսկ սխրանքներ։ Նա պետք է շատ զգույշ լինի իր զգացմունքների հետ եւ ուշադիր հետևի իր մտքերին։ Նման մարդը սովորաբար կապրի մինչև խոր ծերություն, ինչպես որ ասում են բնական մահ ծերության ժամանակ։ Եվ բացի այն, որ այսօր կտրելով ձեր մազերը դուք կարող եք կրճատել ձեր կյանքը, մազերի կտրելը նաև կհանգեցնի հիվանդության, գործարար ակտիվության նվազման, հիշողության կորստի եւ նաև հոգեկան խնդիրների։ Իսկ ներկել կարելի է այսօր։ Բայց եթե կարիքը չկա, ապա ձեռք մի տվեք, կարող եք որևէ մուսեր օգտագործել, որոնք որ ժամանակավոր գույն են հաղորդում ձեր մազերին։ Եվ իհարկե այսօր նաև համարվում է հեկատի օր։ Ես այս մասին խոսել եմ լուսնային առանձին առեղծվածի մեջ, նշել եմ նաև, որ այս օրերը, երբ որ մութ է երկնքում, շատերը կարող են մոգություններ անել, նաև կարող են ձեզ շփոթեցնել, կարող են ձեզ զոմբիացնել։ Դրա համար այս օրերին, երբ որ մութ է, մոտավորապես 5 օր պետք է վերցնել հենց այս յուրաքանչյուր պետք է 2 օր առաջ վերցնել այդ նույն օրը եւ 2 օր հետո, երբ որ դեռ մութ է դրսում։ Պետք է զգույշ լինել, ձեր նկարները մի տեղադրեք, հատկապես դեմքը, աչքերը նայի դեպի էկրան, պետք չի նման նկարներ տեղադրել, որովհետև շատ ավելի հեշտ կլինի ձեր վրա մոգություններ անել այդ դեպքում։ Եվ իհարկե քաղաքականության մեջ այդ ամեն ինչի հետ կապված եւս կարող են ձեզ մոլորեցնել եւ զոմբիացնել։ Այս օրերին շատ ավելի հեշտ են մարդիկ տրվում յուրաքանչյուր այդ կախարդանքներին։ Լինի դա լավը, լինի դա վատը։ Դե զոմբիացնելու համար ոչ մի լավ բան այստեղ չկա։ Եվ այդ օրը նաև բույսերի հետ կապված, բույսերին բացարձակապես խորհուրդ չի տրվում դիպչել։ Քանի որ այս օրերին սովորաբար մարդիկ լինում են ստրեսային իրավիճակում, լուսինը ազդում է մարդկանց վրա, դրա համար շատ հեշտ կարողանում են յուրաքանչյուր մոգություն անել եւ զոմբիացնել մարդկանց եւ տանել իրենց հետևից։ Եվ այսօր բարենպաստ է թողնել ծխելը, ծակել ականջները, պեդիկյուր եւ մանիկյուրի համար է բարենպաստ, բնակարան գնելու համար, գումար հետ գցել, հավաքել, վարձույթով բնակարան վերցնել կամ տարածքներ վերցնել կամ տալ, ձվերը դնել ինկուբատորի մեջ, հոնքերի եւ թարցիչների ուղման համար է լավ։ Եվ այգեգործության համար, այստեղ ծաղկավաճառների համար է շատ լավ, այդ օրը ծաղիկներ կարող եք շատ վաճառել, նաև ովքեր որ ջերմոցն են, ձեզ համար է շատ լավ։ Պղպեղ կարող եք ցանել, սխտոր կարող եք հավաքել, կարտոֆիլի բերքահավաք, մայնացնել վարունգը, գազար տնկել, բույսեր, աստերնել, պահպանել, բույսերը պահպանել այն ինչ որ կա, ձմերուկի համար է շատ լավ, բողկի հետ կապված, խաղողի տնկում, ազնվամորու տնկում, կարտոֆիլ տնկել, ելակի սերմերը տնկելու համար է շատ լավ։ Սովորաբար նորալուսնի ժամանակ եւ դրանից հետո շատ լավ է բույսերը տնկել, իրենք շատ ավելի լավ կսկսեն աճել։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։